Որտեղից քեզ ես նկարը։ Ես գիտեմ որտեղ է երեխան։ Որտեղից ես իմացել կամ ինչի համար ես իմացել։ Թե պիտի ինձնից ինչ-որ բան պահանջես, որ ասես երեխուս տեղը։ Դե դա քեզ շատ նման է։ Ասա ես ամեն ինչի պատրաստ եմ երեխուս համար։ Գժվեցի, լալա։ Հա, ես քեզ առաջարկել եմ իմ օգնությունը, բայց դու մերժել ես։ Վստահ եմ ունեցել ես այդ կարիքը, բայց ես ձեռքերս ծալած չեմ նստել։ Հիմա ես քեզ ասում եմ, ես գիտեմ որտեղ է երեխեդ։ Տաքսին հասնում է, գալիս ես հետս։ Որոշի, լալա։ Դու շատ սիրում ես, հոզորով չի։ Անգամ մեծ վիճակում մեկը շատ լավն ես։ Ափսոս, որ չգնահատեցիր ու ինձ չընտրեցիր։ Հիմա աղբերդ գլուխը կորցրած քեզ եմ ման գալիս։ Բայց մեկը չի կարա գտնի քեզ։ Բայց արի մի քիչ հետաքրքրացնենք մեր կյանքը ու զանգենք Վրամին։ Ստեղից ուղիղ գնա։ Ես չգիտեի, որ այդ Անասունը այս կողմերում տուն ունի։ Արցախոսի միացրա։ Ձեն չանես, Այգո։ Բարև Վրամ, ոնց ես։ Դու վերջին վարկյաններդ վայելի այ Անասուն։ Քանի ժամանակ ունես վայելի։ Ես պիտի վախենայի, թե ոնց։ Արմոն Նարեն հղիա գոնե այդքանը հաշվի առ այ Անասուն։ Դու գոնե պատկերացնում ես, որ ես քեզ գտնեմ ինչ եմ անելու։ Ինչ ա լինելու։ Ինչ պիտի անես։ Գտնելու համար էլ պիտի իմանաս, թե ես որտեղ եմ Վրամ։ Ինչ ա ուզածդ Արմո։ Այս ուրիշ բան, ոնց որ թե անցնում ենք բուն թեմային։ Եթե ուզում ես, որ Նարեն անփորձանք տուն գնա, պիտի երաշխավորես, որ ես հանգիստ կանցնեմ սահմանը։ Մի քանի ժամից թռիչ կսամ։ Դու լավ գիտես, որ ես ոչ մի բան ու ոչ մեկի չեմ խնայի։ Քուրդ էլ հեչ լավ չի։ Ինչքան շուտ գնամ, այնքան լավ կլինի Նարենի համար։ Արմո, ոչ մի բան չեմ անի, դու մենակ Նարեին բաց թող։ Չէ, տենց չեղա Վրամ։ Ինձ հստակ երաշխիքներ են պետք, որ ոստիկանությունը չի ընկնի հետևիցս։ Արմո, ասում եմ ոչ մի բան չեմ անի։ Չգիտեմ ոնց ու չգիտեմ որտեղից, բայց իմ համար փաստեր ես գտնում, որ ես քեզ հավատամ։ Իսկ հիմա հաջողություն։ Ալո։ Ալո։ Պիտի ասեիր հեռախոսը տար Նարեին, որ տեսնենք ես վիժվածքը հոչի վնասել։ Չհասկացա ես։ Աղբերդ շատ հանգիստ էր։ Դու ես իր համար մեկ դարձել, թե բանկա ու ես չգիտեմ։ Չէ, բայց սենց հետաքրքիր չի։ Վրամին ինչ-որ բան ես ասել։ Չէ, Չեմ հավատում քեզ։ այդ արդեն քո խնդիրն է։ Մի վարկյան, այս հասցայի մասին ով գիտի։ Ես, Խորիկը, դու ու մեկ էլ են Հայկը։ Դու որ ոչ մի բան չես ասել, հաստատ եմ ոչ մի բան էլ չգիտի Վրամ։ Հերիք չի դու ես դավաճան, մի հատ էլ կողքդ էլի մարդիկ կան, հա։ Փաստորեն Անժելան քո կողմից, հա։ Ասեմ ավելին, Անժելային ես եմ գործի ընդունել, որ դառնա իմ աչքերն ու ականջները Նարե ջան։ Դու տականք ես, Արմո։ Քեզանից ավելի զզվելի էյակ ես երբեք չեմ տեսել ու չեմ ճանաչում։ Հա։ Գիտեմ, բայց դու դեռ տականքին նոր ես ճանաչելու ու նորովի։
Պապ, Բարև բալես, լավ ես։ ճիշտն ասած չէի սպասում, որ դու կզանգես, բայց ես պետք է քեզ զանգեի, որովհետև շատ կարևոր բան ունեմ քեզ ասելու։ Ես արդեն գիտեմ այդ կարևոր լուրը։ Պապ, ես շուտով մամա եմ դառնալու։ Սոնա ջան, զանգել եմ, որ հանդիպենք։ Շատ կարևոր բաներ եմ խոսելու հետդ։ Հա, ասա, երբ ասես կգամ։ Տուն արի։ Տուն։ Այո, քո տուն։ Արի սրճարանում կամ այգում հանդիպենք, հա, պապ։ Համ էլ մենակ կլինենք, հանգիստ կխոսենք։ Լավ։ Ինձ հասցե ուղարկի, ես կգամ քո մոտ։ Լավ։ Ես հաստատության տնօրենը իմ ծանոթն է։ Իրա միջոցով եմ իմացել, որ երեխուց ստեղ են բերել։ Ճիշտ է, չի կարելի, բայց ինքը ասել է, որ կանի ամեն ինչ, որ դու կարողանաս երեխուդ կրկես, մոտիկից սիրես։ Ուղղակի հիմա պիտի մի փոքր համբերես, թե չէ ամեն սխալ քայլը դատարանում ի վնաս քեզ կլինի։ Իսկ կլինի հիմա գոնե հերվից նայեմ, ինչև կկարողանամ գրկել։ Կլինի։ Ոնց եմ քեզ կարոտել։ Կարևորը որ հիմա ողջ ու առողջ ես։ Կարևորը որ լավ ես։ Ողջույն Սաքո ջան։ Բարև Շուշան ջան, ես ուզում էի անձամբ գայի քեզ մոտ շնորհակալություն հայտնեի։ Կարիք չկա շնորհակալության Սաքո ջան։ Ուղղակի կխնդրեմ, որ այս մասին ոչ մեկ չիմանա ոչինչ։ Դու ժամանակին ինձ շատ ես օգնել, չկարողացա մերժել։ Չնայած գիտեմ, որ սխալ բան եմ արել։ Հասկանում եմ, Շուշան ջան։ Բայց ես չգիտեի, որ դու քույր ունես։ Բարեկամույթ է, հա, երևի Լալան։ Չէ, Շուշան ջան, հարազատ քույրս է Լալան։ Լավ, ինչով կկարողանամ կօգնեմ։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Վերջացնես արի իմ մոտ սուրճ խմենք միասին։ Իհարկե։ Ես հաստատության տնօրենն էր։ Ինչի համար ես ինձ օգնում։ Ինչ ավելորդ հարց ես տալիս, Լալա։ Մեր պարագայում չէ, ավելորդ չի։ Ես սովոր չեմ քեզնից օգնություն ստանալու, գիտեմ, որ ամեն քայլիդ հետևում ինչ-որ կասկածելի բան կա, ուղղակի հիմա չգիտեմ, թե ինչ։ Մարդիկ փոխվում են, Լալա։ Ես հեքիաթների չեմ հավատում, Սաքո։
Էսա։ Սպասի Այգո։ Եթե Արմոն մեզնից մեկին տեսավ, դուռը չի բացի։ Ու շատ հնարավոր է, որ Նարեին էլ վնաս տա։ Այսինքն ինչ ես առաջարկում։ Հիմա մենք միշտ ստե կանգնած խոսում ենք, կարող է արդեն Նարեին ներսը վնասում է։ Հայկո։ Դու հիմա Նարեի մասին ես մտածում, թե երեխու։ Ոնց ես բալես։ Պապ, չեմ հավատում, որ նորից ինձ բալես ես ասում ու գրկում ես։ Այն տպավորություններ, որ էլ երբեք տենց բան չի լինելու։ Ես չգիտեմ ինչա փոխվել կամ ինչ ա եղել, որ դու այսքան կտրուկ փոխվել ես, բայց չեմ հիշում վերջին անգամ երբ եմ այսքան երջանիկ եղել։ Դու քեզ այդ ադեմանների տանը լավ ես գում։ Ես գիտեմ, որ դու կասկածելու ես ասացներից, բայց ամեն ինչ իրոք կարգին է, պապ։ Հա, պահեղել է, որ Վրամի մաման մտածել է, թե ես այդ տուն լավ ու բարի մտքով չեմ գնացել, բայց այդ պահերն են անցել։ Հիմա Անիկ ու Սաքոն իմ հանդեպ շատ հոգատար են։ Իսկ Վրամը ինձ շատ է սիրում։ Ես այդ տուն գնալուց գիտեի, որ Վրամը ինձ սիրում է, բայց չէի պատկերացնում, որ այսքան շատ։ Ու ես իմ համար նոր Վրամ եմ բացահայտել։ Ու այդ Վրամին շատ եմ սիրում։ Ես քեզ ազնիվ ասեմ, ինձ ոչ մի բան չի հետաքրքրում, բացի քո լավ լինելուց։ Պապ, բայց իմ լավ լինելը հենց իրենց հետ ուղիղ կապ ունի, չէ։ Ինչի՞ չեք արտուն, երբ որ կանչեցի։ Կարող մտածեցիր, որ ուզում եի խաբելով քեզ տունը պահեի։ Էլ քո տունը քո համար ապահով տարած չի, Սոնա ջան։ Լսի, շաբաթ կիրակի ձերոնք ինչ պլաններ ունեն։ Չգիտեմ, մերոնց ինչի հիշեցիր։ Ես միշտ հիշում եմ իմ սիրելի զորքաճին ու աներոջը։ Պապաս հետդ հաստատ կթարսվեր, որ լսեր մենակ մամային ես սիրելի ասում։ Չեն թարսվի։ Հավատա իրենք ինձ ավելի շատ են սիրելու։ Ոնց որ քիչ-քիչ ուզում ես իմ տեղը զբաղեցնես, հա։ Ինչի խանդում ես։ Ինչու ոչ, եթե այո։ Լավ, արի չմոռանանք ինչի համար ենք հավաքվել։ Հարցիս պատասխանի։ Ինչի հիշեցիր մերոնց։ Դե ասում եմ աներոջս հետ խորոված անենք, ամեն Հայկինը կկանչենք, կգա կծանոթանա էլի ձերոնց հետ։ Լավ բան ես մտածել։ Ամեն հարսանիքի օրը կորոշենք էլի։ Ինչ։ Ասում եմ հարսանիքի օրն է կորոշենք։ Արդեն։ Հա, ինչի։ Ուշա։ Չէ, արդեն ասում են այն ժամանակ, երբ որ շուտ է, ոչ թե ուշ։ Լիլի ջան, ընդհանրապես շուտ չի։ Ձերոնց կզանգես կխոսած, կպայմանավորվենք։ Այնա ես աշխատանք ունեմ նորմալ, կամուսնանանք, տուն կվարձենք, կապրենք։ Դու այդպես ինչ ես անում, հարսի շորա բան, պատրաստվի, ժամանակ չի մնացել։ Ինչի ժամանակ չի մնացել, եթե ոչ մի բան չենք պայմանավորվել դեռ։ Դե չէ, հարսանիքը 2 ամսից լինելու է, ուղղակի ձերոնց հետ օրը կհստակեցնենք, էլի։ Ինչ 2 ամիս։ Բա ինչ, մի ամիս։ Գժվեցիր ինչ մի ամիս։ Շնայես համաձայն եմ, մի շաբաթ։ Վայ, այս տղին ինձ ձեռ առնում։ Դու գիտես դրան ինչ դժվար է պատրաստվելը։ Չենք հասցնելու։ Լավ, ոչ ինձ, ոչ քեզ, մի ամիս։ Հիմա ինչքան կհասցնենք կպատրաստվենք։ Բայց ես քեզ խոստանում եմ, այդ օրը ամենաանմոռանալին է լինելու քո համար։ Շոկի մեջ եմ։ Ես է շուտով վար կերի։ Պապ, բայց ես տեղուն եմ, չէ վախենալու։
Ես ու Վրամը ընկերուհի չենք, որ հեշտությամբ մեզ բաժանեք։ Մենք ընտանիք ենք, ու այդ ընտանիքը շատ շուտով համալրվելու է։ Ադամյանների տունը հիմա նաև իմ տունն է։ Ու ես ուզում եմ, որ դու Հայկոն ու Միքոն այդ ընդունեք։ Ինձ հեշտ չի տրվել այն որոշումը, որ պետք է ես իմ տնից գնամ, բայց ես գիտեի, որ գնում եմ իմ երջանկության հետևից։ Ես գիտեմ, որ Վրամը բոլորիդ համար վատն է, որ մարդասպանի տղա է, բայց ինքը ինձ շատ է սիրում, ես էլ իրեն եմ շատ սիրում։ Ես իր կողքին ինձ երջանիկ եմ զգում, ապահով եմ զգում, պապ։ Ես քո աչքերում տեսնում եմ, որ դու երջանիկ ես։ Շատ երջանիկ եմ։ Երախու փաստը իմանալուց հետո երջանկությունս կրկնապատկվել է։ Բայց այդ երջանկության մեջ մի բան պակաս է։ Ինչը։ Դու ու աղբերներս, պապ։ Պապ, այնպես չի, որ ես այդ տնից դուրս եմ եկել, ուրեմն խաչ եմ քաշել։ Չէ, Ես ուզում եմ, որ դուք ընդունեք իմ որոշումը։ Մի քանի ամսից իմ ու Վրամի երեխեն ա ծնվելու։ Ու ես նեղվում եմ այն փաստից, երբ հասկանում եմ, որ Վրամի ծնողները երբ ուզեն ու ինչքան ուզեն իրենց թորանը սիրելու են, իսկ իմ ծնողը չէ։ Իմ պապան այդ ամենը չի կարողանալու անել, որովհետև մի օր որոշել է, որ իմ սերը մեղք է։ Իսկ քեզ հետաքրքիր չի ինչ է քեզ կանչը։ Ջան, այս աշխատակիցը կգա երեխին կտանի, անենց անենք, որ ոչ մի խնդիր չլինի, լավ։ Շատ լավ եղավ Շուշան ջան, շատ շնորհակալ եմ, երբեք չեմ մոռանա այս քայլդ։ Դու հիշում ես ինձ, Կարո։ Ոչինչ, մենք էլի կծանոթանանք, հա։ Դու գիտես, որ ես քեզ շատ եմ սիրում։ Անսահման շատ եմ սիրում։ Ես միշտ քո կողքին եմ լինելու, գիտես, միշտ։ Հետաքրքիր է, պապ, բայց չգիտեմ ինչ ես ասելու։ Ես հույսով եմ, որ դու մի օր հետ ես գալու։ Բայց մոռացել եմ, որ քո մեջ իմ արունն է հոսում։ Դու էլ ինպես խոսքի մարդ ես, ու քո արածից հետ չես կայնում։ Պապ, դու ես ինձ սովորեցրել։ Հիմա էլ իմ դեմա դու եկել այդ ամեն ինչը։ Պապ, լսի։ Ես քեզ շատ երկար լսեցի, բայց հիմա ուզում դու ինձ լսես։ Կյանքը միշտ չի, որ մեր ուզածով է դասավորվում։ Ես քո համար լրիվ ուրիշ ապագա էի ուզում, բայց քո ցանկությունները իմ սպասելիքների հետ ընդհանրապես կապ չունեն։ Հիմա ես անում եմ քայլեր, որ ուրիշ պարագայում երբեք չի անի։ Ես աղբերներիդ ու մորդ կորցրեցի։ Հիմա մենակ քեզ ունեմ։ Ու շուտով քո ժառանգին։ Երևի թե մի երկու քայլ առաջ անցնելու համար պետք է մի քայլ հետ գնալ։ Ես դրա համար քեզ այսօր կանչել եմ, որ ասեմ, որ իմ տան դռները բաց են քո համար։ Այդ քո տունն է։ Քո հայրական տունն է։ Երբ ուզում ես, արի ու գնա, առանց վախենալու։ Այդ տունը քեզ համար բանտ չի դառնա։ Ես հարգում եմ քո ընտրությունը ու չեմ պատրաստվում քո ընտանիքը քանդեմ։
Պապ, դու հիմա լուրջ ես ասում։ Հացա վտնում։ Պապ, ուղղակի մի բան կա, որ պետք է ասեմ։ Ես չեմ ուզում առանց Վրամի ու մենակ գամ քո տուն։ Ես ուզում եմ, որ ավելի ճիշտ խնդրում եմ, որ բացի հարգելուց նաև ընդունես Վրամին։ Այդ մենակ Վրամից է կախված։ Այսինքն շանս կա։ Ես երբեք ոդկս չեմ դնի Ադամյանների տուն։ Եվ Սակոյն էլ իմ տանը չեմ ընդունի։ Բայց դու եւ ամուսինդ եթե կուզի միշտ կարող եք գալ։ Արմո արցակի ինձ խնդրում եմ, ինձ լավ չեմ զգում։ Արմո խնդրում եմ արցակի, Մարթեղի, խնդրում եմ, ինձ լավ չեմ զգում։ Արցակի խնդրում եմ, հեսա ուշքս կգնա։ Չէ։ Արմո երդվում եմ, ինձ լավ չեմ զգում, արցակի խնդրում եմ քեզ։ Չեմ հավատում պես։ Աղաչում եմ արցակի գոնե մի հատ լվացվեմ, ինձ լավ չեմ զգում, հավատա, երդվում եմ, խնդրում եմ, շատ եմ խնդրում արցակի։ Դու լավ գիտես, եթե ինչ-որ սխալ քայլ անես, քո հետ ինչ կարող լինի։ Օգնեցեք! Նետ կտրի։ Օգնեցեք! Վրամ ստեղ եմ, լսում ես, վրամ! Դու ոնց որ թե լավ չես հասկանում, հա? Ո՞վ է։ Տղա ջան, նամակ ունես այս տան հասցեով, պետական նամակա, պետքա ստորագրես, նոր վերցնես։ Դե բացի հասկանանք ինչ ենք անելու։ Մենակ դու էիր իմ այնց պակաստատի։ Տատի այդ նամակը թողը տեղ գնա, ես մի բան կանեմ։ Չեմ կարա, պետքա ստորագրես, տղա ջան, մեծ կին եմ, հասել եմ ստեղ ստորագրի պրսնեմ, ես էլ գնամ, հետո չգամ էլի։ Արագ տուր ու գնա։ Վայ, տղեր ջան, ես ինչ են անում։ Նարե։ Մտածում էի չեմ գտնելու, քեզ այան ասում։ Դու միշտ էլ իմ ու հորս ոտի տակի կեղտն ես եղել, արա ում տեղն ես քեզ հիմա դրել, հա։ Դու էլ անցար քրոջդ կողմը, աղբրոց սպանողի հետ ես կպություն անում։ Հետո էլ ասում եք ինձանից վատ մարդ չկա, բայց ձեզանից ավելի սրպապիղծ մարդ չկա։ Էլի բան ունես ասելու այան ասում, ինչ-որ կիսատ բան ես թողի արա խոստա։ Նարե խոսա։ Սպասի։ Խոսա մի բան ասա, Նարե։ Ոնց ես այդ անասունը։ Արի ես քեզ հենց հիմա հիվանդանոց եմ տանում, Նարե վեր կաց։ Այք չէ, թող մկանե։
Ինչ անեմ ես քո համար, ասա ինչ անեմ, ես ամեն ինչ կանեմ, մենակ դու քեզ լավ զգաս։ Մի անհանգստացի, ամեն ինչ լավ կլինի երախու հետ։ Այսինքն քեզ թվում է ես մենակ երախու համար եմ անհանգստանում։ Ռամորա։ Արի, գնաս տեղ նստի, արի։ Արի ստեղ նստի։ Մտածում էի թռնելու ես ու հարազներիդ համար պատասխան չտաս, այ անասուն։ Ինչի համար պիտի պատասխան տայի վրամ, որ ամբողջ կյանքս գլուխս կախ ձեր համար աշխատել եմ, հա? Որ գիժերդ ինչքան սև գործ ա եղել իմ անունով արել։ Ինչի համար պիտի պատասխան տան վրամ, որ հորս ու մորս դուրս է հանել տնից, բոմժա սարքել ու դրսել նակացել։ Թե քրոջդ համար պիտի պատասխան տան, որ մատերի վրա ինձ խաղացրել է, որ մեկի տարածի համար պիտի պատասխան տամ, արա։ Բա մի անգամ խոսայիր այ անասուն, խոսայիր, որ հարազներիդ պատասխանը ստանայիր, ոչ թե շակալի նման դեմներս ջանասեիր ու մեջքից խփեիր արա, տղամարդու պես պահեիր քեզ։ Ոնց ան արեն Հայկո։ Այդքան էլ լավ չի։ Սրան ինչի ես հետդ վերել։ Փեսա ու աներձակիկ արդեն խաղում, հա արա։ Ռամ, ով կա տեղ, օգնեք։ Դու գիտես ես այսօրվան ինչքան եմ սպասել։ Ու այդ ինչ ես այսքան երկար սպասել այսօրվան։ Կարող մի քանի անգամ որ նարեն վրիցը թռելու եկել այ մոտ դրա համար ես տենց պահում քեզ։ Հա դրա համար ես սպասել։ Դու գիտես չէ որ նարեն իմ կինն է։ Ես ու դու նույն կարգավիճակում ենք եղել։ Կարելի է ասել որ նույն կարգավիճակում ենք եղել։ Մի բան նարեն չէր կողմնորոշվում։ Քեզ ա ուզում, թե ինձ ա ուզում։ Բայց արանքում երկուսս էլ օգտվեցինք։ Նարե։ Ստեղ եմ։ Ոնց ես։ Վրամ ինչ է կատարվում կռվում եմ։ Նարե, ես հենց հիմա տաքսի եմ կանչում, որ դու տուն գնաս։ Լիսի, ես քեզ շատ կարևոր բան ունեմ ասելու։ Նարե, հիմա դրա ժամանակը չի, ստեղ ամեն րոպե ինչ ասես կարա լինի, դրա համար էլ դու տուն ես գնում։ Այ հենց այդ եմ ասում, Արմոյի ուզածն էլ հենց այդ է։ Ինքը ամեն ինչ կանի հիմա, որ քեզ ու Հայկին հրահրի, որ դուք հայտնվեք ոստիկանությունում։ Նարե, ինչ ես խոսում, այդ անասունը թալանել է, մեզ ինչ ասես արել է ու դու ասում ես ոչ մի բան մի արեք։ Անժելան Արմոյի հետ է։ Անժելան Արմոյի մարդն է։ Օֆիսի։ Հա, օֆիսի Անժելան։ Ես ինքս եմ իմ ականջներով լսել։ Ինքը ասաց, որ դուք ինչ-որ թղթեր եք պատրաստել, որ դիմեք ոստիկանություն, ու ինքը սպասում է Արմոյի պատասխանին։ Նարե, իսկ դու վստահ ես, որ ոչ մի բան չես շփոթում։ Վրամ, ասում եմ, ես ինքս եմ իմ ականջներով լսել։ Արմոն էլ խոստովանեց, որ ինքը Անժելային հատուկ է բերել, որ օֆիսում իր աչքերն ու ականջները լինեն։ Ես չգիտեմ ինչա պլանավորել ինքը, ինչ ես պլանավորել դու, բայց խնդրում եմ, հիմա, եթե անգամ Արմոյին սպանեք, մենք դրանով ոչ մի բան չենք շահի, հակառակը նորից մենք կտուժենք։ Դու ուղղակի չես ճանաչում Արմոյին, ինքը ամբողջ կյանքում ամեն ինչ արել է, որ մեզնից վրեժ լուծի։ Ես էլ չգիտեմ ինչի համար։ Դրա համար խնդրում եմ հիմա, գոնե մի անգամ ինձ լսի։ Հասկացի, այդքան տարիների ձեր աշխատանքը, քո ու պապայի աշխատանքը ափսոս է։ Դուք այդ օֆիսի համար ամեն ինչ արել եք։ Հիմա գոնե կարողանանք փրկել այդ օֆիսը։ Դե ասա։ Ուղղակի ինձ քո հեռախոսն է պետք, մի մարդկոցը նստած է։ Գտաս։
Կարո, դու գիտես, որ մենք իրար հետ շատ սիրուն տեղեր ենք գնալու։ Դու կուզես իրար հետ գնանք ման գալու։ Հա? Հա? Իսկ խաղալիք կուզես։ Մեքենա սիրում ես։ Հա? Մեքենա խաղալիք։ Գիտես, ის սիրուն տեղեր ենք գնալու, խաղանք։ Հետո կգնանք գնդակ կվերցնենք խանութից ու կգնանք իրար հետ ֆուտբոլ կխաղանք։ Հա, կուզես։ Հա։ Բարև։ Ոնց ես, լավ ես։ Ճիշտ է, մենք իրար չենք ճանաչում, բայց ինձ թվում է մի օր կծանոթացնեն մեզ։ Ու ես շատ ուրախ կլինեմ, որ դու իմ ընկերը լինես։ Նայի քեզ ինչ եմ բերել։ Լավն է։ Դե նվիրում եմ քեզ, վերցրու։ Ապրես։ Այստեղ քեզ համար կոնֆետ եմ բերել։ Սիրում ես, չէ՞։ Կգաս մոտս։ Կարո ջան։ Հա? Կարո ջան։ Ես ինչ ուզեի տեսարանը։ Երբեմի թշնամիները հիմա դարձել են մի ընտանիք։ Ավելի լավ այդ քո ասած երբեմի թշնամու հետ մի ընտանիք դառնամ Արմո։ Քան քո նման շակալին որպես բարեկամ իմ տուն մցնել։ Բայց դու ես ինչ ուտողացող դուրս եկար վրան։ Ինչը տեր պակաս արա։ Տանս մեջ քեզ տեղ էի տվել, հաց ու ջուր էի տվել, գործ էի տվել։ Մեր շնորհիվ հարգանք ու պատիվ էիր ձեռք բերել Արմո։ Ինչը տեր պակաս, որ որոշեցիր հորս դեղերը փոխես ու այդ հոգեմետ դեղերը լցնես, հա։ Որ մեռներ կամ էլ այդ դեղերի ազդեցության տակ ինչ որ բան աներ, մեկին սպաներ։ Դրանից քեզ օգուտ էր լինելու, հա, լավ էր լինելու։ Հա, լինելու էր։ Իմ ուզածն էլ հենց այդ էր, որ հորդ ձեռքով սրա լակոտին կամ էլ սոնային սպանեին։ Ես եմ արել։ Ես հատուկ եմ արել, նենց եմ արել, որ հերեդ գիժ դառնա։ Որովհետև այն ինչ որ ես ուզում էի անեի, չկարողացա անել։ Իմ ուզածը գիտես որն էր, որ ձեր տունը կործանված տեսնեի։ Բայց այդ ամեն ինչից ինձ հետ պահող միակ մարդը այդ քուրը տերում ես գժի պես սիրում էի։ Բայց ինքը չգնահատեց։ Ես քեզ էլ սոնային էլ 1000 անգամ կռվածրել եմ։ Նենց եմ արել, որ դու ոչ մի բան չիմանաս դրա մասին։ Հայկին էլ Նարեին էլ 1000 անգամ կռվածրել եմ ու նենց եմ արել, որ քուրը տառապի։ Ինչ արել եմ, լավ եմ արել ու քիչ եմ արել։ Հորդ էլ այդ վիճակին եմ հասցրել, որ իմ ուզած թղթերը ստորագրի։ Հիմա այդ օֆիսում ինչ կա ծախածա։ Ու ամենակարևորը գիտես որն է։ Որ այդ ամեն ինչի տակ հորդ ստորագրությունն է։ Դու քեզ մեռնելն էլա քիչ։ Դու պիտի դանդաղ մեռնես, դու պիտի տանջվելով մեռնես Արմո։ Իմ համար լրիվ մեկ է հիմա ինչ կլինի իմ հետ։ Կարևորը ինչ որ ես ուզում էի արեցի։ Ինչ արել եմ, լավ եմ արել։ Մի բան էլ քիչ եմ արել ձեզ։ Գիտես ինչի եմ հիմա ասում, որովհետև ոչ մի ապացույց չունեք, բայց իմանալու եք այս ամեն ինչ ու տանջվեք։ Այստեղ սխալվում ես Արմո։
Որովհետև այսքան պատմությունների ընթացքում ես վերջապես սովորեցի քո հետ քո լեզվով խոսել։ Ու քո զենքը քո դեմ օգտագործել։ Հենց նոր ես խոստովանություն ձայնագրեցի։